ուրիշ երեխա է, 2 տարեկան էր, արդեն ինքը գնդակով բանով խաղում էր, նենց էր վազում բանանում, հերս ասում էր, Զարի, գիտես էդ ինչ տղա է դառնալու, ասում է, սպորտսմեն է դառնալու, իսկականից որ հենց էլ դառել է, ինքը տարուկս հականալալ, որ վերցրել եք են 91 թվականին լի, որ դուրս եք եկել եք Հայաստան, նրանից հետո, որ արդեն վերցրել են մեր գյուղը, նորից հետ գնացել եք, ինքը շատ դե փոքր ալալ, վերցրել եք են երկունը մեծ են եղել, հադրուց սովորում էին, բայց Արարատը մեզ հետ էր, դե տունը չկար, սաղ վառած ալալ, ամուսինս ասեց, չէ, պիտի գնաք սարքեք տունը, Գրիշան վերանիք դա մնաք, մեզ հետ տանում էիք դե լույս չկա, բան չկա, ինքը մի հետ այդ բակում մի հատ կրավատ հադրել գիշերը, դենց լամպը չի եղել էլ է, սենց բան ա եղել, դրել եք վառել, ասել եք կարող է ոս բան չբարձրանալի, դենց ինքը մեզ հետ էր, որտեղ գնացել է իր հեր հետ է եղել փոքրը, Հայր որդի առաջի փոքր ժամանակը ես եմ նայել էլի շատ ակավատ, բայց ես երկար չեմ կարող, միջև 7 տարին ինձ հետ եմ 7 տարի, նրանից հետո դոպրոց տեստել, ինքը շատ մին ուրիշ ձևի երեխա ալալ է, ուրիշ ձևի, օրինակ 2 հատ եղբայր եմ, բայց տարբեր բնավորությունն է ալալ, ինչքան ասել եք Արարատ, չի ասել է ես պիտի գնամ Երևան, սովորեմ, եկել է Մասիսում, Քրոջստանը, մնացել է այդ ուսումնարանալ Մասիսի բանը, քոլեջը, դե սովորել է այդ դզող փչող, ասել է չէ, այդ իմ բանը չի, այնքան որ թուղթը վերցրել եմ, բայց ես տենց չեմ աշխատելու, նրանից հետո նորից եկել է Ղարաբաղ ծառայել է 2 տարի, նրանից հետո եկել է գնացել մամայիս ասել է ես տատին տանում եմ Կրասնոդար, էտա գնացել է մնացել այնտեղ էլ ինքը արդեն այդ սպորտով էր մարդեր առանց կանոնների, իրան պատվոգիր բան, մեդալներ, բան, դες բաներ տվել են 8-9 տարի մնացել այնտեղ, ես վերջում կռիվը սկսեց եկա Ասմա պիտի գնամ, Արար, եկել ես ինչ անես դետ, համա չէ, բա ես չկռվի, բա ինչ եք անելու, պիտի գնամ։ Այդ որ գնում էր Ղարաբաղի կռիվների ժամանակ, ոչ մի բան, ես ինձ համար ասում ինքը ուժեղ է, ինքը խելոք է, ինքը իրան ոչ մի բան չի լինի, ծիծաղում էի միշտ, որ ինքը գնում էր, ես քույրս ասում էր, Զարիկ, ախր այդ ժամանակ Քրոջստան էիք մնում Մարմարաշենում, որ փախել եք եկել ընդեղից լի, ասում բա խի ես էդ հենց բան ծիծաղում, ասում բա ինչ անեմ, լաց լինի, մեկա գնում է, ինչ անեմ, չի լսում, էտա գնաց Կուբատլու բանդեղ ինքը ընդեղ է եղել, այդ պոստերում էլի, դրանից հետո նոյեմբերի 9-ին, որ արդեն բան են արել, ինքը եկել աստեղ, ստեղից նորից գնացել, ասես չէ, ես պիտի գնամ, հադրութը վերցնելու են, ես մեր գյուղը պիտի ազատագրեք, էտա, տենց, բայց ինքը ես չեմ է պատկերացրել, ասեմ, ինքը իրան ոչ մի բան չի լինի, պրոստը էտ ալի ասել է, օդ փակա մամա արխային, օդ փակա, էտա, բայց չի իմացել, որ օդ փակ չի, էտա, բայրակթարն ա խփել իրան, ինքը մին 15 օր եկել աստեղ գոսպիտալը, ոտը ցաում էր։ Դեղից հետ դարավ եկա բուժեցիք, ամսի 21-ին ծնված օրն էր, ասյարա գատ մնա 21-ի ծնունդ անցկացնեք, հետո մարտի 20, չէ պապա, կերես ընդեղ եմ պիտի գնամ, հետա գնաց 25-ին պատասխանը եկավ։ Դե ինքը ջոկի հրամանատար էր, ասեց բան, չէ պիտի գնամ, փարուխում կուտակումն էա, ես պիտի գնամ, էտա դե ինքը չի լսում մեկա, որ ասես պիտի գնամ, էտա ինքը իրիկունու իրա շորերը բանը սաղ հարթուկ ես դրեց պայուսակի մեջ, դե հենց ինձ էլ բան չանում ասում ես իմ ձեռովս կհարթուկեմ, ես գլխարկն էր ասեց մամ հետ նես դիր, որ բան չանի,
Էտա հենց էլ առավոտը շուտ վեր կացավ, ասեցի հերը ասեց բան արա, տաքսին եկել է, թող փողը տակ, գնա, տաքսին գնա, դու մնա մի քանի օր էլ մնա։ Չէ, ոչ դենց հրաժեշտ եք տվել, ոչ համբյուրել եմ, դենց նստեց տաքսին գնաց։ Էտա գնաց, են գնալնա, որ գնաց։ Նրանից հետո 21-ին իրա ծնունդն էր, որ խոսում էի, ասма մամա արխային, ասма տղերքը սաղ այդ գարը վերցրել են, գնացել եք, ասма ուտում ենք, խմում ենք, դենց ասма քեփ ենք անում ծնունդս։ 21-ին ծնունդը արեցին, 25-ին դե նենց նկարներով որ ցույց են տվել, ուրախ գնում էին այդ փարուխի բաները, սանց զինվորները ինքն էլ իրան հետ ծիծաղելով բան գնում էին։ 2 ժամվա մեջին խոխասքից 2 ժամ։ Իրիկունն զանգել, բայց ինքը անհանգիստ էր։ Իրիկունը որ բանով բացաբո այդ խոսում էի, ասма մամա, ասма արդ ինչա է անհանգիստ ես, ասма ոչինչ, ոչ մի բան, նենց էր նայում, նենց էր նայում, զանգի է սպասում, ինչ է անում, վերջը։ Էտա, բայց առավոտը վեր կացա, ինչ զանգում եմ, անհասանելի է, եմի հեռախոսին եմ զանգում, չի վերցնում, ասում դե երևի չգիտեմ ինչա։ Դրանից հետո այս ուտելու հեռախոսի մեջ կարդացի, որ փարուխում բեն կռիվները գնում, 2 հատ պայմանագրային զինծառայող զոհվել են։ Գալիս եմ քրոջս տունը, ասում եմ օֆիկ, բա սենց բա, ասма ինչա է Զարիկ, ասма գույնդ բանդ ինչա եղել, ասում օֆիկ սենց գրած ալի բան մեջին, որ ասма հետո ինչ գրած է։ Էտա դել նրանից հետո այս բանը, որ խոսում էի հետը, ասեց արխային ռացիայով կապվել եք, ասել են երեխեքը լավ են, տենց թորս էլ ինքն էլ միասին էին, ասեցին լավ են, էտա դե արխային դարա, որ լավ են, նրանից հետո ժամի 5-ն էր, տենց իրիկուննա մոտ, 5-ն էր, տղաս աշխատանքից եկավ, մեքենայով չգիտեմ ուր գնաց, նորից հետ եկավ, Անդրեյ, խես հետ եկել, վայ, ասма, բա չգիտես ինչա, թե Արատը չկա, էտա դել նրանից հետո ես չգիտեմ էլ արդեն ինչա կատարվել, ինչա արել, էտա դրանից հետո արդեն իրանք գնացին Ղարաբաղ, վերցրին բերին Արարատին։ Ասեմ արա, ռազմետկան լավ տեղ չի, ռազմետկա չգնաս, լավն է նա հենց ծառայես, ինքը ծառայում է շուշուի տակը էլի տենց պոստեր մոստեր է գնում։ Մեկը ոնց տորով զինից հետո փոխեց, մտավ այդ ռազմետկան։ Այդ էլ ռազմետկի ժամանակ ագնաց այդտեղ Փարուխում դեղազոհվել։ Հեն իր կամանդիրը ամեն բանով գալիս է նոր տարին բանլի ստեղել է գալիս մեր տուն։ Դեն գալիս է պատմում, ասма իր պես տղա ես չեն տեսել։ Այնքան ասма բանը եկել ինձ զինվորներ, բայց ինքը ուրիշ է եղել։ Ես դաժե իմ հետ չեմ կարում